Ուրբաթ օրվա աղոթք ուղղված երկնավոր հորը, երանելի Հովհաննես Գառնեցու կողմից ասված. Աստված հավիտենական, էապես բարի և ամենակարող զորություն, դու այսօր հրամայեցիր ևս տեսակների երկիր հանեցիր անասուններ, սողուններ և գազաններ, բարի էությամբ չհանդուրժելով ըստ պատկերի և նմանության տիեզերքի արարչապետիդ ստեղծեցիր մարդուն հողից և Տեր ու իշխան կանգնեցրեցիր նրան բոլոր արարածներիդ վրա, զգուշացրեցիր նրան պահել պատվիրաններդ և վայելել բարիքները, որոնք ձրի և անվերադարձ տվեցիր նրան քո առատությունից: Արդ, Տեր և Աստված իմ, ինձ անարգ փոշուս այսպիսի անչափելի բարությամբ փառավորեցիր, բայց ես անսալով կենաց թշնամու հրապուրանքներին, կենարարիդ պատվիրաններին չհնազանդվեցի և հեռացա Արարիչ Աստծո պատկերից, պես անօրենություններով եղծեցի հոգուս պատկերի գեղեցկությունը և չսարսափեցի: Զարդարեցիր ինձ չարից խորշելու գիտակցականությամբ, իսկ ես անմիտս չարիքի հետ համաձայնեցի: Անձնիշխան կամքովդ բարձրացրիր ինձ աստվածային նմանությանդ, սակայն մարմնական կրքերին հնազանդ հավասարվեցի անբան անասուններին: Թողեցի հրամաններիդ լույսը, որով պիտի առաջնորդվեի և ուղիղ ճանապարհով գնայի երկնային օթևան, բայց դեպի խավարը գնալով ընկա անելանելի կորստյան վիհի խորխորատը: Բայց դու մարդասեր և երկայնամիտ, հավերժ մի բարկացիր և հավիտենական, ոխ մի պահիր, քանի որ քեզ եմ դիմել արգանդից և դու ես իմ Աստվածն ու Տերը: Գթա ինձ քո ձեռքի գործին և մեղքերով խաթարված պատկերս նորոգիր աստվածեղեն շնորհների բարերար ձեռքովդ: Լուսավորիր միտքս, որպեսզի շավիղս ուղղվի դեպի պատվիրաններիդ ճանապարհը: Քո սուրբ երկյուղով սանձիր երկրաքարշ ձգտումներս և անբնական կրքերիս բռնությունը: Բարերարությանդ հաճելի օրհնության պատարագ մատուցելու համար հրդեհիր հոգիս աստվածային սիրով: Ինձ և իմ փրկությունը թշնամու ձեռքին մի թող, որը պատրաստ է ինձ նետել արտաքին խավարը, այլ բարեգթությամբ այցելու եղիր ու փրկիր ինձ: Թուլացավ զորությունս հակառակորդի մահաբեր հարվածներից և մեղքերիս բեռան ծանրությունից մեջքս սեղմվեց գետին: Բայց դու ողորմած բարձրացրու բազմամեղ անձս և զորացրու ինձ չարիքը թոթափելու և պատվիրաններիդ վրա խոկալու համար: Թունավորվեցի աներևույթ վիշապի թույնով և մահն ամեն ժամ իմ առջև է: Գթա ինձ օրհնյալ ու ամենողորմ և տուր ինձ երկնազիր շնորհներիդ թունազրկող ու ապաքինող դեղը, որպեսզի ապրեմ և փառավորեմ անճառ մարդասիրությունդ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն: